Ինչն է օգնել հայ ժողովրդին հազարամյակներ շարունակ գոյատևել կայսրությունների արյունոտ խաչմերուկներում և որոնք են այն 5 հիմնասյուները, որոնք պետք է դառնան մեր ազգի փրկության ու հզորացման ուղեցույցը դեպի ապագա։ Հեղինակը հիմնավորում է, որ հայը խորհրդավոր ու անմեկնելի ֆենոմեն է, Աստծու կողմից արարված ընտրյալ ազգ, որի բնորանը Արարատն է։ Ի տարբերություն կայսրությունների նվաճողական նպատակների, հայոց ազգային գաղափարախոսությունը խորապես գոյապահպանական է, քանի որ մեր հայրենիքը հավերժական կռվածաղիք է եղել բոլոր ժամանակների հզոր տերությունների համար։ Հայոց ազգայնականությունը, որպես գիտակցության բարձրագույն դրսևորում, կերտվել է պատմության 5 շրջադարձային հանգրվաններում, 5-րդ դարից մինչև մեր օրերը։ Այդ ուսմունքը, արարատիզմը, հիմնված է 5 կենսական և անբաժանելի գաղափարների վրա։ Հայ ժողովրդի արարչական ծագում, պատմական հայրենիքի սրբագործում, ազգային ինքնություն, ինքնահամախմբում և ինքնազատագրում։ Այսօր հայ ժողովուրդը կրկին կանգնած է բարդ մարտահրավերների առջև։ Շարունակվում է փանթուրքիզմի վտանգը և Արևմտյան Հայաստանում քրդական գործունի ակտիվացումը։ Ինքնազատագրումը ենթադրում է ոչ միայն պետականության ամրապնդում, այլև հայության վերադարձ պատմական հայրենիք և 1920-ականներին խլված տարածքների Նախիջևանի, Կարսի, Արդահանի, Սուրմալուի վերամիավորում։ Ինչպես հրեաներն իրենց 1800-ամյա հիշողությամբ պահպանեցին Երուսաղեմ վերադառնալու իղձը, այնպես էլ հայերը պետք է վառ պահեն նվիրական հայրենիքի գաղափարը և պահանջատեր լինեն։ Ազգի փրկության միակ ելքը Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնությունն է, քանի որ, ինչպես պատմագել է Չարենցը, հայ ժողովրդի միակ փրկությունը նրա հավաքական ուժի մեջ է։ Քանի որ հեղինակը այս գիրքը գրել է 2021 թվականին, նա չէր կարող ականատես լինել 2023 թվականի Արցախի հայաթափմանը։ Անպայման տարածեք այս տեսանյութը և պահպանեք ազգային հիշողությունը վառ պահելու համար։